Շարունակվում է արտաքին գործերի նախարարի այցը Բուդապեշտ։ Այսօր Մակաբոջորիշվիլին ելույթ կունենա միջազգային համաժողովում։ Բուդապեշտի գլոբալ երկխոսություն 2026, այսպես է կոչվում ձևաչափը, որի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից բարձրաստիճան քաղաքական գործիչներ, բիզնեսի ներկայացուցիչներ եւ փորձագետներ կքննարկեն առկա մարտահրավերները։ Հիմնական շեշտը կդրվի անվտանգության եւ աշխարհաքաղաքական հարցերի վրա։ Կողմերը կքննարկեն նոր նախաձեռնություններ։ Արդեն հայտնի է, որ Մակաբոջորիշվիլին կխոսի խաղաղության կարևորության մասին։ Միջոցառումը Բուդապեշտում անցկացվում է արդեն 3-րդ տարին անընդմեջ։ Կառավարության փոփոխված որոշումը համալսարանների միավորման վերաբերյալ քննարկման թեմա է քաղաքական սպեկտրում։ Ընդդիմության մի մասը այն գնահատում է որպես քաղաքական դիմակահանդես եւ նշում, որ ի վերջո վրացական երազանքը ստիպված է եղել նահանջել։ Նրանց խոսքով իշխանությունը բախվել է ուժեղ դիմադրության եւ ստիպված է եղել հրաժարվել փոփոխություններից։ Իսկ իշխանական թիմում հայտարարում են, որ այս փուլում ընդունված որոշումը եղել է ամենաօպտիմալը։ Հիշեցնենք, որ Թբիլիսիի պետական համալսարանի եւ Վրաստանի տեխնիկական համալսարանի միավորման վերաբերյալ կառավարության որոշման մասին հայտնի դարձավ հունվարի 29-ին։ Որոշմանը հետևեց երկու համալսարանների գիտական հանրության եւ ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների բողոքի ցույցերը։ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Խոսքով ելույթի ժամանակ Վենսը Փաշինյանին անվանել է որպես ապագայի վրա կենտրոնացած մարդ, ով Հայաստանին խաղաղություն է բերել։ Միաժամանակ փոխնախագահը նշել է, որ տարածաշրջանում տեղի է ունենում պատմական վերափոխում, որը երկարաժամկետ խաղաղության նախադրյալն է։ Այսի շրջանակներում կողմերը ստորագրել են նաև միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ համաձայնագիր։ Լրատվամիջոցների տեղեկություններով համաձայնագիրը ներառում է կառավարությունների միջև համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում։ Իր հերթին Փաշինյանը հայտարարել է, որ նահանգներն ու Հայաստանը խորացնում են համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Դրանց թվում են արհեստական բանականությունն ու նորարարական տեխնոլոգիաները։ Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ի փոխնախագահը կմեկնի Ադրբեջան։ Եվրամիությունը աշխատում է խաղաղության համաձայնագրի մի քանի տարբերակների վրա, որոնք ներառում են Ուկրաինայի Եվրամիության անդամակցելու հարցը։ Այս մասին գրում է Բլումբերգը։ Ինչպես հաղորդում է հրատարակությունը հղում անելով անանուն աղբյուրներին, քննարկվում է Կիևի համար Եվրամիության անդամակցությանը վերաբերող նախնական պաշտպանական մեխանիզմների ապահովման հարցը, ինչպես նաև անդամակցության որոշ իրավունքների անհապաղ հասանելիության վերաբերյալ տարբերակները։ Աղբյուրների փոխանցմամբ Եվրամիությունը Ուկրաինային կներկայացնի հստակ ժամանակացույց այն քայլերի վերաբերյալ, որոնք նա պետք է ձեռնարկի պաշտոնական ընթացակարգի առաջխաղացման համար։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ են։ Ամենօրյա ուղերձի ժամանակ Ուկրաինայի նախագահը խոսել է ընթացիկ շաբաթվա համար նախատեսված միջազգային միջոցառումների մասին։ Զելենսկին նշել է, որ հուսալի անվտանգության երաշխիքները միակ իրական հիմքն են խաղաղությունը պահպանելու եւ ռուսների կողմից ցանկացած տեսակի հարձակմամբ կամ հիբրիդային գործողությամբ պայմանավորվածությունները խափանելուց կանխելու համար։ Տրիբուլիում զոհվել է հանքագործ։ Դեպքը տեղի է ունեցել Ձիձիգուրիի անվան հանքում։ Դժբախտ պատահարի պատճառը դեռևս անհայտ է։ Տեղում քննչական գործողությունները շարունակվել են մինչև ուշ գիշեր։ Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով։ Տրիբուլիում աշխատում է նաև աշխատանքի տեսչությունը։ Ներքին գործերի նախարար Գեկա Գելացեն հանդիպում է ունեցել Վրաստանում Կատար պետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալի Յուսեֆ Աբդուլռահման Ալ-Մուլասի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը ուշադրություն են դարձրել երկու երկրների միջև իրավապահ ոլորտում համագործակցության կարևորությանը եւ քննարկել գործընկերության հեռանկարները։ Նախարարը շնորհավորել է դեսպանին Վրաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ։ Սահմանային ոստիկանությունը պետական սահմանի ապօրինի հատման փաստով ձերբակալել է երկու անձի։ Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները շրջանցելով սահմանային հսկիչ անցագրային կետը Թուրքիայի Հանրապետությունից դեպի Վրաստան ապօրինի հատել են Վրաստանի պետական սահմանը։ Ձերբակալված անձանց նկատմամբ իրականացվել են միգրացիոն ընթացակարգեր եւ արտաքսվել են երկրից։
Ներքին գործերի նախարարության բարեկային ոստիկանության վարչության աշխատակիցները թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ ապօրինի իրացմանը նպաստելու մեղադրանքով ձերբակալել են 1992 թվականին ծնված Ուկրաինայի քաղաքացու։ Իրավապահները Թբիլիսիում ձերբակալվածի անձնական խուզարկության ժամանակ որպես իրեղեն ապացույց առգրավել են վաճառքի համար փաթեթավորված 30 կապոց թմրամիջոց, չորացված մարիխուանա։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում։ Տրիումֆի 80 տարին այս խորագրով օպերայի եւ բալետի թատրոնում կայացել է վրացական ազգային բալետ Սուխիշվիլիների 80-ամյակին նվիրված համերգը։ Համերգին ներկայացվել է անսամբլի ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ռեպերտուարը։ Հատկանշական է, որ միջոցառման անցկացման վայրը եղել է խորհրդանշական, քանի որ 80 տարի առաջ Սուխիշվիլիների պատմությունը հենց օպերայի եւ բալետի թատրոնում է սկսվել։ Հիշեցնենք, որ վրացական ազգային բալետը վրացի հանդիսատեսի առաջ հանդես է եկել Նյու Յորքում Կարնեգի հոլում ունեցած տրիումֆից հետո։